Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Գագիկ Սաֆարյանը, ով արդեն տաղավարում է։ Պարոն Սաֆարյան, շնորհակալություն եմ հայտնում, որ ժամանակ եք գտել եւ եկել եք մեզ մոտ։ Ինչից ենք սկսում։ Գուցե խոսենք հենց կարևորագույն թեմաներից, համենայն դեպս ինձ համար կարևոր է, չգիտեմ դուք որքանով դա կարևոր կհամարեք։ Արևմտյան Ադրբեջան վերադարձի թեմայով այս քննարկումները Ադրբեջանում բավականին ակտիվացել են, ընդ որում հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը շեշտում է, որ ադրբեջանցիների խաղաղ վերադարձը ժամանակակից Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է եւ ՀԿ-ները պետք է ավելի ակտիվորեն պայքարեն պատմության աղավաղման դեմ։ Ալիևը ընդ որում հանձնարարել իր գիտնականներին ՀԿ-ներին իրականացնել ավելի շատ հետազոտություններ, կազմակերպել ցուցահանդեսներ, հրապարակումներ, ընդ որում եղավ նաև Զանգեզուրի Միջանցք քարտեզը, որտեղ հայկական տեղանունները բոլորը ադրբեջաներեն են։ Մի խոսքով, որքանով պետք է մենք լուրջ վերաբերվենք այս հասարակական կազմակերպության նախաձեռնությանը եւ ինչպիսի ռիսկերի այն ստեղծում տարածաշրջանային խաղաղության օրակարգի համար։ Բարև ձեզ։ Կարծեք թե արևմտյան հարթակներից եկող մեսիջները եւ պատգամները տեղ են հասել Ադրբեջանի ղեկավարության քաղաքական եւ գիտական շրջանակների մեջ եւ նրանք ուրեմն ոչ թե առաջ են բերում, զարգացնում են եւ նաեւ ստեղծում են նոր նարատիվներ հարևանի հետ ունենալիք հարաբերությունների կամ վաղվա ոտնձգությունների կամ նաեւ պահանջների հետ կապված։ Խոսքս վերաբերում է ռուսական եւ իրանական հարթակներին։ Մեզ չի վերաբերվում այս ամենը։ Դա վերաբերում է մեզ, մեր դեմ է դա ուղղված։ Ուզում եմ ասեմ, արևմտյան մեսիջները տեղ են հասել եւ հղում չեն կարողանում անել արևմտյան ուրեմն երկրներին կամ մոտեցումներին, քանի որ օգոստոսի 8-ից հետո նաեւ Ալիևի արչեւ հստակ պայման կա դրած, որ ոչ կառուցողական կամ ապակառուցողական հայտարարությունների դեմն առնել կամ չգնալ իրադրությունը սրելու կամ հրահարելու եւ այլ։ Մի քանի օր առաջ, դրանից նաեւ տարիներ առաջ, Բաքվում Ռուսաստանի Դաշնության երկու դեսպանները Բորտնիկովը, այնուհետև Միքայել Եդոկիմովը, որոնք իրենց շրջանակներում առաքելության ժամկետի շրջանակներում այցելել են Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ, հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղը ազատագրված է, Արցախը ազատագրված է։ Այսինքն նրանք նույնիսկ լինելով ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում Հայաստանի հետ այդպիսի հայտարարություններ են արել։ Այսինքն ինչ է նշանակում սա։ Սա չի նշանակում արդյոք, որ այստեղ էլ կա, ինչպես ասում են, Պանդորայի արկղ։ Մի քանի օր առաջ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուզաֆար Դեմիրչոլուն հայտարարեց, որ Արցախի դեօկուպացիան կամ Ադրբեջանի ուրեմն վճռական գործողությունները իր օկուպացված տարածք ազատագրելու շնորհիվ մեր հարաբերությունները մտնելու են նոր փուլ զարգացման հեռանկարների առումով, քանզի եթե մինչև այդ մենք ունենք ընդամենը մեկ կամուրջ Ադրբեջանի հետ շփվելու համար, ապա հիմա մենք ունենք Շահթախտը, դա նկատի ունի Թուրքիա, Իրան, Աստարան, ուրեմն ռեշտը հիմա ուրեմն դրանք ավելի հեռանկարներ են բացում ավելի ծավալելու համար։ Այսինքն այս ամեն ինչը սրսկվում է։ Այս ամեն ինչը պարարտ հող է տալիս ես նկատի ունեմ երկու հարև, չնայած Ռուսաստանի Դաշնությունը մեզ հարևան չի սահմանային առումով, բայց պիտի ասեմ, քանի որ մուտքը գործած են եւ ավելի են խորացած այս տարածաշրջանում, կարծես թե ճակերտավոր կայունություն ապահովելու, բայց որպես խաղացողներ կարծեք թե իրենց խաղը հերոյ է խաղի կանոններից,
Եվ առաջ է գալիս մի քանի կեղծ նարատիվներ, ոչ թե առաջ է գալիս, հնի վրա հենվում է եւ նաեւ ստեղծում է նոր նարատիվներ։ Առաջինը դա տեղանունների հետ կապված է, տոպոնիմիկայի հետ կապված է, երկրորդը Արևմտյան Ադրբեջան, Վեստ Ադրբեջան կամ իրենց լեզվով ասած Բաթը Ադրբեջան հայտնի ուրեմն գլուխգործոցն է տեղանվան կապված մեր Հայաստանի կամ դրանց պահանջարկների հետ։ Երրորդը շուրջ 300,000 ազերի բնակչության տեղավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում, չորրորդը Զանգեզուրի Միջանցք հորժորժված արտահայտությունից հեռու չգնալն է, հինգերորդը ադրբեջանցին ոչ մի հայ զինվորի երես չպետք է տեսնի, ոչ մի շփում չունենա, եւ վեցերորդը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունն է, որտեղ կան հատկապես պրեամբուլայի մեջ, նախագանքի մեջ, մուտքի մեջ կա ուրեմն այդ հռչակագրում Արցախի հետ կապված, այո։ Գիտեք, հիմա ես ուզում եմ շարունակեմ, ասել, որ սա զուտ իմպլեմենտատիվ գետնի վրա առայժմ կարող է նշանակություն ունենալ, այդքան էլ առայժմ վաղաժամ է դրա մասին ոչ թե հետևություններ, այլ որոշակի քայլեր ձեռնարկել։ Գրեթե 100% սա քարոզչական դաշտից է։ Գրեթե 100% սա քաղաքական հռետորաբանության, տրամաբանության մեջ է տեղավորվում։ Բայց ասել, որ մենք անընդհատ պիտի նայենք դիտորդի կարգավիճակով, թեկուզ նայենք որպես շոուի, ես դա համարում եմ անընդունելի։ Անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցմանը, եթե դրան վերաբերվի անուշադրությամբ։ Անընդունելի եմ համարում Հայաստանի քաղաքասարակության շատ անդամների դա կլինի ընդդիմադիր դաշտում, որոնք ունեն իրենց կարծիքները, չնայած քաղաքասարակության ընդդիմադիր դաշտը սվորն է, մարդու իրավունքների ներկայացուցիչների ընդդիմադիր դաշտը սվորն է, դա մի դաշտ է, ճիշտ է թե չէ։ Նրանց մոտեցումը եւս անընդունելի եմ համարում։ Անընդունելի եմ համարում գիտական, հասարակական, հումանիտար ոլորտի այն 100 կամ մի քանի հազար մարդկանց քար լռությունը, որոնք բերանները երման ջուր առած, սպասում են տեսնեն, երբ կլինի հերթական զազրալի հայտարարությունները, երբ կլինի հերթական հոգեբանական, գիտական, մշակութային, ես նկատի ունեմ ճակերտների մեջ հարձակումը Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինքս լինելով մասնագետ փորձեմ մի քանի բան ասեմ, որպեսզի մի քիչ մեղմացնեմ, այո։ Որպեսզի դուք էլ անդրադառնաք։ Արևմտյան Ադրբեջանի թեման ոչ միայն պատմական արդարության վերականգնման մասին է, այլ էթնիկ զտումների բացահայտման, այսպես է խոսել Չափարազգային ժառանգության հետազոտական կենտրոնի նախագահ Դիլգամ Ահմեդը։ Ես Ահմեդի հայտարարությանն է ուզում անդրադառնալ, որովհետև այնտեղ ուրիշ բաներ էլ կար, ես երեք իմանալով, որ պիտի ձեր ուրեմն ստուդիայում ձեր տաղավարում հյուրընկալվեի, ես մի քիչ մտել էի ադրբեջանական կայքեր Եվ գրքերի հրատարակման մասին։ Այո, հիմա ես տեսեք դες ինչ եմ ասում։ 20 տարի առաջ մի քանի օրվա մեջ Ադրբեջանի այսպես կոչված հանրապետության տարածքում Նախճիվանի ինքնավար հանրապետությունում վերածվեց 3000 հայկական հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանակարեր, Ագուլիս, Գող, Ցղնա։ Այդ օրերին դժբախտություն եմ ունենալ հարաբերություններ Վարդան Օսկանյանի հետ եւ պատահական հարցրեցի, ասի Վարդան ջան, ասի, էս ինչա կատարվում, այսպես գիտես շատ մտահոգիչ է բան, ինքը իրեն այսպես էյֆորիայի իրեն այդ ոճի մեջ, ասի ինչն է բան մտահոգիչ, մենք կարող ենք մեծ աղմուկ բարձրացնել, դեմ առնել, քարոզչական պատերազմ մղել Բա մենք չունենք միջազգային հեղինակավոր այդ բաները այդ կառույցները ամեն դեպքում կային, մենք բրիֆքեստերը որ կա այդ ռադիո բան եւ այլ CNN, Reuters բան
Դե ասես գիտես Գայիկ ջան, այնտեղ շատ փող է պետք։ Դինքը փող Ես ասացի, բա ես ինչքան գիտեմ, Հայաստանի Հանրապետության գործնախարարությունը միայն ներկայացչական ծախսերի համար տարվա մեջ ծախսում է շուրջ 400,000 հասնող դրամ։ Իսկ իմ ասածը կարծում եմ $100,000 չի անցնելու։ Ես նկատի ունեի գրքերի տպագրությունը գիտական, ես նկատի ունեի միջազգային հեղինակավոր իրազեկման աղբյուրներում, իրազեկման մեդիա ոլորտում, մեդիա տիրույթում դրանց անդրադառնալը, ես նաև նկատի ունեի եվրոպական կառույցներում, Եվրոդատարան, Եվրոմիություն, չգիտեմ, ՊԱՍԵ եւ այլը, անտեղ մեր ձայնը բարձրացնելը։ Եվ կարծեք թե իմ ասածը դարձավ Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա արտաքին քաղաքականության գերատեսչության համար դարձավ ձայն բարբառով հանապատի։ Անցնենք առաջ։ Այո, դա ես ձեզ ասում եմ, կարող եմ ասել ժամով, բանով, որտեղ ենք հանդիպել, 20 րոպե քայլում ենք, $100,000 մենք կարող ենք գնել այն խաչքարերը, կոպիտ ասած, այսպես է ստացվում, որոնք կործանվեցին Նախիջևանում։ Որոնք կառուցվել են մեր նախնիների կողմից, մեր նախահայրերի, նախապապերի կողմից, որոնք նաև հիշատակն է վառ պահել մեր 100,000-ավոր, նույնիսկ միլիոնավոր նախիջևանցիների եւ այլն։ Այո, սա մեկ եւ երկրորդը։ Բազում հանդիպումների ժամանակ Արգամ Այվազյանի, Սամվել Կարապետյանի, Սլավա Սարգսյանի, ասինքն մարդիկ, որոնք մի այլ կերպ են տիրապետում Ադրբեջանի Հանրապետությունում հայ ժողովրդի հոգևոր մշակութային ժառանգության ողջ անցյալին, որոնք տիրապետում են այնպես, որոնք դա մի ուրիշ հարստություն է, մի ուրիշ գանձ է, մի ուրիշ treason է, ասենց գանձ էլի, այսպես ասեմ, հա։ Տեսեք, մենք լռեցինք, աշխարհն այո, ամբողջ քուրի արևելյան եւ հյուսիսային հատվածը, այդ ամբողջ ափերը ուղղակի շքեղությամբ խոյանում են հայկական մշակութային հուշարձանները։ Ես դեռևս Արցախի Հանրապետությունից, Հյուսիսային Արցախի Հանրապետությունից թեման դեռևս չեմ բերում այս դաշտը։ Գալով ուրեմն արևմտյան Ադրբեջան հասկացողությանը, որ նորից այս նարատիվները կրկնում են իրենք այսպես կոչված կարծեք թե հող ստեղծելու, հետագա ապակայունացնելու, չգիտեմ, սրելու, միգուցե սխալ եմ ասում, միգուցե ռազմական լարվածություն ստեղծելու կամ վերստին ստեղծելու առումով։ Այո, Սևանը մի քանի հարյուրամյակներ շարունակ կոչվել է Գյոկչա։ Արթիկը մի քանի հարյուրամյակ շարունակ կոչվել է Քավթարլու։ Արտաշատը մի քանի հարյուրամյակ շարունակ կոչվել է Ղամարլու։ Մարտունի մի քանի հարյուրամյակ շարունակ կոչվել է Ղարանլուղ։ Մասիսը մի քանի հարյուրամյակ շարունակ կոչվել է Զանգիբասար։ Բամբակաշատ գյուղը Արմավիրի մի քանի հարյուրամյակներ շարունակ կոչվել է Մոլլա Բայազեդ։ Հրազդան քաղաքը մի քանի հարյուրամյակ շարունակ կոչվել է Ախտա։ Իջևանը բազում հարյուրամյակներ կոչվել է Քարվանսարա։ Հիմա ես Սևանը նաև Գյոկչայից բացի քաղաքը նաև կոչվել է Ելենդորֆ կամ Ելենովկա, չգիտեմ, ինչ որ այսպիսի մի բան։ Ծաղկաձորը կոչվել է Դարաչիչակ։ Վայոց ձորը, Եղեգնաձորը կոչվել է Դարալագյազ։ Ազբեկովը բանը չէ, Վայքը կոչվել է ուրեմն Քեշիշքենտ։ Երևի չշարունակեմ, չէ, ես կարող եմ ասել, ես կմտածեմ, որ ես կասեմ, որ ես եմ ադրբեջանցի, չէ, բայց ես կասեմ, այո, կասեմ, որ մեր եթերից ադրբեջանական քարոզը այո, բայց ես պիտի ասեմ, որ ես կարող եմ ասպիսի 500 անուններ ասել։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության իմ հայրենի Արցախում այսպիսի անուններ գրեթե չեն եղել։ Ինչու չեն եղել։ Որովհետև թուրքը Արցախ չի ներխուժել։ Որովհետև վերջին անգամ 1639 թվականին կնքված Կասր Էշքիրինի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանը վերջնականապես բաժանվել է Օսմանյան կայսրության եւ ուրեմն Սեֆյան Իրանի միջև։
Ասել, որ սա ինքնակամ է, այո, մեր ժողովրդին ստիպել են, որ ընտրել է բռնագաղթի ճանապարհը, մի մասը ընդունել է այլակրոնություն, այլադավություն, մի մասին, ուրեմն եւ այս տեղանունները այսպես կոչված զուտ հարկահավաքման տեսանկյունից, զուտ հարկահավաքման տեսանկյունից պարսկական, թուրքական արքունիքում նշվել է այսպես, բայց ասել, որ ժողովուրդը այդպիսի անուն է ունեցել կամ տվել է, ոչ, երբեք այդպիսի բան չի եղել, ասենք, Բասար հիմա էլ է, մեր ժողովուրդը ասում է գնում ենք Բասար, Վարդենից, Բասար Քեչար, մանավանդ Բասար Քեչարը գիտեք, հուպտուր անցիր, դա ավելի շատ պարսկական բառ է, դրա համար այս տոպոնիմիկայի մասին խոսեցողները, ծագումնաբանության, տեղանունների եւ այլը, պիտի բավականին մեծ փորձառություն եւ բավականին մեծ գիտական գիտելիքներ ունենան ավելորդ չնշել, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի խորհրդային Հանրապետությունում 3 անգամ 1928 թվականին, 1960 թվականին եւ 1968 թվականին 3 անգամ տեղի ունեցել տեղանունների ուրեմն ստուգման ճշգրտման հանձնաժողովի նիստերը եւ բազում անուններ ունեցել են իրենց պատմական ուրեմն վերանվանումները գալով ուրեմն 300 սա խոսում ենք տեղանունների մասին եւ այստեղ մեր գիտական հասարակությունը շատ մեծ անելիք ունի եթե մեր գիտական հասարակությունը հրատարակչական տպագրական գիտական բազմաթիվ միջազգային մամուլներում, բազմաթիվ միջազգային մեդիա հարթակներում իր ասելիքը չասի, ապա Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը, փիլիսոփայության եւ իրավունքի բաժանմունքը մեր պետական բուհերի հայ ժողովրդի պատմության եւ աշխարհագրության ամբիոնների օգտակար գործողության գործակից ես համարում եմ 0-ից ցածր Ես ինքս դրանց աշխատավարձերը սիրով կկրճատեի, վերջնականապես կդադարեցնեի դրանց գոյությունը, որովհետև շարլատանությամբ փողոցում խոսելուց բացի, այն էլ կառավարության դեմ ուրիշ բանով զբաղված չեն։ Առիթ օգտագործելով ասեմ, որ 1960-ական թվականներին, երբ որ ոչ անհայտ Ադրբեջանում պատմաբան Զիա Բունյաթովը գրել էր ուրեմն բազում գեղձիկներ հայ ժողովրդի պատմության մասին քարտեզների մեծ հայքի պատմական հուշարձանների Ադրբեջանում գոյություն ունեցող հայկական հուշարձանների կեղծարարության մասին նրա դեմ ովքեր են հանդես եկել ոչ պատմաբանները Լուսահոգի Պարուշ Սևակը եւ Մատենադարանի ավագիտ աշխատող բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր մի հրաշալի մտավորական Ասատուր Շմավոնի մնացականյանը եւ այդ հոդվածն էլ տպագրվել է 1968 թվականի պատմաբանասիրական հանդեսի 3-րդ համարում, որը կոչում է հենց այդպես ռուսերեն է կոչում, ես հայերեն ասեմ մի քանի հարցեր Զիա Բունյաթովի Պրայզվոկամայի մեկնաբանության վերաբերյալ կապված հայ մշակույթի եւ հայ ճարտարապետության աղավաղման խեղաթյուրման հետ։ Ամբողջը սա է, եթե մենք չենք անում, հետո ինչ է նշանակում ամեն անգամ ասել չի պատասխանում արտգործնախարարը, չի պատասխանում վարչապետը, չեն պատասխանում համապատասխան մարմինները։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։
Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Այն դեպքում, որ Ադրբեջանում այդ հասարակական կազմակերպությունները եւ ֆինանսավորվում են նախագահի Եվ ֆինանսավորվում են եւ իրենք են թելադրում եւ օրակարգը ապրեք թելադրում են օրակարգը եւ ստիպում են որպեսզի բռնապետ նախագահ հանդես գա այդպիսի հայտարարությամբ։ կամ ինքը ստվերում է մնում նրանց։ Ես նաեւ պիտի խոսքս ուղղեմ Օրբելի կենտրոնի աշխատակիցներին, որովհետեւ նրանք էլ են ֆինանսավորվում պետական բյուջեից եւ կարծում եմ, որ գիտեք, ասել որ կառավարության ղեկավարը կարող է այդ ամեն ինչը կուլ տա, օրինակ երեկվա իր հայտարարություններում ես տողատակեր եմ տեսնում, մարգինալ մոտեցումներ եմ տեսնում, որ ամենևին էլ այդպես չէ, այո, մենք ինչքան էլ չուզենանք սրել, հրահարել, դա շատ ճիշտ է, որտեղ օգոստոսի Ում փրկեց Նիկոլ Փաշինյանը, ում փրկեց Նիկոլ Փաշինյանը իր այդ մեկնաբանություններով։ Ես կարծում եմ, որ նա հերթական մեսիջն է ուղարկում Ադրբեջանին, վերջին հաշվով, եթե մենք գնում ենք խաղաղության հաստատման, կարծում եմ, որ նա մեսիջը ուղարկում է, որ սա այն կետը, սա այն ճանապարհը չի, որը մեզ կարող է տանել դեպի խաղաղության։ Բայց ես կարծում եմ, որ մեր ձեռքերը ազատ են, ոչ մեկը չի կարող մեր ձեռքերը կապել, որպեսզի մենք մինչև վերջ մեկնաբանենք ադրբեջանցիների այդ կեղծ նարատիվները։ Սա մեկ է, երկրորդը։ Դե լավ, ասում են 300,000 ադրբեջանցիների անխափան կամ հիմա ինչպես են ասում, անարգել, անխոչնդոտ վերադարձը իրենց այսպես կոչված Արման Թաթոյանն ասում է նրանք զինված է վերադառնալու։ Կներեք, էլի ես մի բան ասեմ, Տիկին Մարի, ես ինքս շատ ցածր կհամարեմ, որպեսզի ես Արման Թաթոյանի նմաններին, այդ մակարդակին, որոնք դույժնիսկ պատկերացում չունեն հայոց պատմության, աշխարհագրության, տեղանունների, քաղաքական մարտահրավերների, նրանք չեն հասկանում այդ բանը։ Առավել եւս, հիմա ես կասեմ, առավել եւս այսօրվա մեր քաղաքական դաշտի 80-90%-ը արժե համակարգային առումով պատրաստ չեն իրենց անձը ոչ թե զոհաբերելու, այլ առաջ դնելու այդ քաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար։ Գալով 300,000 ադրբեջանցիների վերադարձին։ Ուրեմն սա բացարձակապես ամենաանհիմն եւ ամենակեղտոտ արտահայտություններն են, սա իմպլեմենտատիվ առումով ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ մենք ունենք դրա դեմ ավելի զորեղ փաստարկներ, ավելի քան 650,000 հայ բնակչություն,
բռնի կերպով Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ կամ Գյանջա, Մինգեչաուր 23 ադրբեջանական շրջաններ կարող եմ թվարկել Նուխի, Զաքաթալա, Վարդաշեն, Կուտկաշեն, Շամխոր, Գետաբեկ, Դաշքեսան, Միրբաշիր, Կասում Իսմայլովը, Իսմայելի, կարող եմ առանց Խանլարի, Գետաշենի, Շահումյանի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավոր մարզի հանրապետության։ Դրանք կազմում են ավելի քան 500-ից 550 հազար, Արցախ, Շահումյան, Հյուսիսային Արցախ, Գետաշեն, Խանլարի շրջան 150 հազար, ավելի քան 700 հազար մեր հայրենակիցները բռնի կերպով տեղահանվել են եւս, որ ենթարկվել են գենոցիդի Սումգայիթում եւ Արցախի հանրապետությունում։ Եվ ես սա էլ պիտի ասեմ, ժամանակին ես քանի որ միշտ ունեցել եմ այդ հնարավորությունները վերնախավային հարթակներում խնդիր բարձրացնելու եւ Արկադի Ղուկասյանին եւ ուրեմն Ժիրայր Լիպարիցյանին եւ Վահան Փափազյանին, Ալեքսանդր Արզումանյանին ես միշտ ասել եմ, օրինակ Ալիկին տասնյակ անգամներ նստած սուրճ եմ խմել, ասում Ալիկ ջան, լավ, ասենք այդ 650 հազար հայ բնակչության խնդիրը վերադարձ ինչու չի քննարկվում։ Շահումյանի խնդիրը ինչու չի քննարկում, Գետաշենի խնդիրը ինչու չի քննարկում։ Եվ իրենք էլ կարող են դա վկայել։ Ասում եմ, չեք պատկերացնում, երբ որ ես ֆուտբոլի ակումբի նախագահ էի, գնում էի, որ արտոնեին վիզան մուտքի թույլտվությունը եվրոպական երկրներ Փյունիկը խաղալու համար կամ Օմենետ մենը, դե պիտի մտնենք արտգործնախարարի մոտ, որ նույն օրը տային, առիթ օգտագործում է կամ Ալիկի հետ, կամ Վահանի հետ, կամ Ժիրայրի հետ, լավ ասում եմ ինչու չեք էլ այս հարցերը, դե գիտեք։ Այդ ժամանակ էլ փող չկար։ Չէ, փողի խնդիր չեմ բարձրացրել, իրենք ասում են մենք պիտի այս մի խոսքով եւ ասենք մենք 650 հազար բնակչության ամբողջ այդ տվայտանքները, ամբողջ այդ արհավիրքը, ամբողջ այդ մազապուրտ լինելը ցեղասպանությունից մենք լռելյան համաձայնությամբ այսօր էլ փորձում ենք տանել, թե ինչ է մեր երկրում հաստատենք կայուն խաղաղություն, ոչ թե մեր երկրում տարածաշրջանում եւ նաեւ ուրեմն խաղաղության համար շատ այսպես ասած էժանացված թանկ գին չենք վճարում, պարոն Սոմոյան։ Ես կասեի սա թանկ գին չի, սա էժանացված դրա համար եմ ասում, ես մի նախադասությամբ ասեմ, սա կլինի մեր վերջին գինը։ Եվ այդ Մի քիչ ծանր եմ ասում, եւ այդ գինը կլինի Մոնտեի ասած մարգարեական խոսքերը, եթե տալիս ենք Արցախը, տալիս ենք, փակում ենք հայոց պատմության վերջին էջը։ Եվ այլ Սևանն եք տալիս։ Որովհետեւ ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, այսօր պատրաստ եմ եւ Հայաստանի ներկա ղեկավարության եւ նախկին ղեկավարության բոլոր անդամների մի կողմ ես մի կողմ բանավեճ բացենք եւ ասեմ, որ Արցախը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Մեկ այլ բան է Հայաստան ունենա 220 կիլոմետր դիագոն երկարությամբ սահման, մեկ այլ բան է այժմ ունենա ավելի քան 740 կիլոմետր։ Վահանն է եղել, Զարկիրակն է եղել, Ցորենի շտեմարանն է եղել, ամեն ինչ եղել է։ Հիմա Ցորեն ենք բերում, որտեղից ուրախանում ենք եւ Հիմա այո, ես ասացի, որ այս գինը շատ պիտի լինի, բայց գիտեք, այս ամեն ինչը որտեղից սկսվեց, ես ասել պիտի ասեմ։ Մեր պետականության ընկալման, պետական գործիչների կողմից պետականության ընկալման ամբողջովին կեղծ, ամբողջովին մակերեսային, ամբողջովին փարիսեցիական պատկերացումը։ Երբ որ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Գուրգեն Մարգարյանին եւ նա Բուդապեշտի դատարանում ամբողջովին նրա գլուխը լղկվեց եւ այնուհետեւ նրա արտահանձնման ժամանակ նրա մեկ օրվա ընթացքում չեն սատկացրել մեր պետական կարողությունների ամբողջովին գործադրման արդյունքում ուրեմն մենք այլևս թող չխոսենք դրանից։ Այսինքն Սաֆարովին կենթանի թողնելով մենք հնարավորություն տվեցինք նրանց այստեղ խնդիրը Սաֆարովի մեջ չէր, այստեղ խնդիրը հայ ժողովրդի արժանապատվության, այստեղ խնդիրը նրա մեջ էր, որ նա լինելով երկրի զինվորը նրա ուրեմն
հանդեպ կատարված այս ոչրագործությունը ուղղված է եղել ոչ թե Գուրգեն Մարգարյանի ընտանիքի կամ Գուրգեն Մարգարյան անձի դեմ, զինվորի դեմ, այլ ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ նրա ինքնիշխանությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետության բանակի դեմ։ Այս գիտակցությունը չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ոչ մի նախագահ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, սկսած չգիտեմ անուններ չտամ, բայց ես պիտի ասեմ, որ ստափվելու ժամանակ է եկել է։ Ստափվելու ժամանակ է եկել է։ Տեսեք, երեք կառավարության ղեկավարը այնպես էր խոսում, կարծես հասկացնում էր Ադրբեջանին, որ գիտեք ինչ, մենք ավելի շատ բան ունենք ասելու եւ կարծեմ մեր որոշ քաղաքական գործիչներ եւ նաեւ ասելու բան ունենք թե պահանջելու, պարոն Սաֆարյան։ Դե ասելու, գիտեք, ես այս պահին մի քիչ այո, չէ, ես չեմ պատկերացնում, դա նաեւ այլ դաշտից է, հիմա ես պիտի այլ բան ասեմ, եթե մենք զբաղվեինք մեր գործերով, նկատի ունեմ գիտական հասարակայնությունը, պատմաբանները, աշխարհագրագետները եւ այլը, ապա գիտեք հիմա եթե մենք ասում ենք Բաքուն բագինն է կամ չգիտեմ, դեռևս ասենք որ Կիրովաբադը կամ Գյանջանդա Գանձակն է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող եւ այսպիսի էլի շատ բաներ, բայց սա պիտի արվի հիմնավորապես սրա բոլոր փաստերը կան, միջնադարյան պատմիչների, ուրեմն միջազգային ճանապարհորդների, օտարերկրյա ճանապարհորդների, եվրոպական, ասիական, արաբական, ես պարզապես զարմանում եմ, էլի ասենք, ինչպես կարելի է կրթություն չունենալ, ինչպես կարելի է գիտելիքներ չունենալ, մարդիկ տասնամյակներ շարունակ աշխատավարձ են ստացել, մտել են ակադեմիա, մտել են հիմնարկ, մտել են ամբիոն, սուրճ են խմել, բացի զազարախոսությունը ուրիշ բան չեն արել։ Այս երկու օրը հարթակների մի մաշկից ընկավ իմ հրաշալի բարեկամ Ռուբեն Գալջյանի հանդեպ հարձակումները հակառակ կողմից, տեսեք, ասում են, չգիտեմ ինչով են օգնել իրան ժամանակին եւ այլ, տեսեք, մարդը, որը մենակ գրեթե մի ինստիտուտի գործ է անում, որում այո, շատ մեծ եւ իր քարտեզները, եւ իր մոտեցումները, տեսեք, ես ոչ որպես ընկեր եմ ասում, Ռուբենի հետ մենք շատ հրաշալի հարաբերություններ ունենք, նույնիսկ մեկ էլ ներողություն եմ խնդրում այս ձևաչափի համար, գարեջրի բաժակի սուրճն ենք զրույցներ ունենում, շատ հետաքրքիր։ Տեսեք, մարդը հիմնավորապես տիրապետում է եւ օտարերկրյա ճանապարհորդների, եւ պատմական Հայաստանի քարտեզագրությանը, եւ աշխարհացույցի տարբեր մեկնություններին, եւ միջնադարյան արշավանքների հետ կապված այս ծվեն եղած Հայաստանի բաժանումներին, եւ տեղանուններին, եւ նաեւ ուրեմն ռելիեֆին, չէ, դիսպոզիցիային եւ այլ կոնֆիգուրացիային եւ այլ եւ այսել որ մենք պիտի լռենք, ասենք, տեսակ հիմա լավ, ինչ պիտի անի կառավարությունը կամ կառավարության ղեկավարը, եթե Ալիևը այդպիսի հայտարարություն է անում։ Ասենք մի րոպե, Ալիևը հայտարարություն անում, մեղադրում են Նիկոլին։ Ալիևը հայտարարություն անում, մեղադրում են Ածին։ Ալիևը հայտարարություն անում, մեղադրում են Արադ Միրզոյանին։ Ալիևը հայտարարություն անում, մեղադրում են Ալեն Սիմոնյանին։ Մարդիկ էլ հայտարարություն են անում, մարդիկ էլ ասում են, որ մակարդակով հայտարարություններն է հանրություններ սպասում են, որ դրանց պետք է լինի անպայման, դրանց պատասխանը պիտի լինի շատ հանդուգն, գիտականորեն շատ հիմնավորված, ով չգիտի, որ ասենք ինչ է նշանակում, ով չգիտի, որ միջնադարում ազերի պետություն չի եղել։ Ով չգիտի, որ ասենք Հայաստանը սկսած 7-րդ դարի 20-ական թվականներից, երբ որ ներխուժել են օտարերկրյա ասպատակիչները, ես նկատի ունեմ արաբական խալիֆատի կողմից, մինչև 18-րդ դարը Հայաստանը ենթարկվել է ուրեմն մինչև Աղա Մամադ խանի արաբական, մոնղոլ թաթարական, միջինասիական, թուրանական ցեղերի, պարսկաթուրքական եւ այլ։ Ես մի բան էլ պիտի ասեմ, որ մեր ժողովուրդը հստակ իմանա։ Ներկայիս ազերի ժողովրդի, ասպես ասեմ, ազերի բնակչության նախնիները ձևավորվել են կամ բույն են դրել, օջախ են դրել, այսպես ասած, որջ են դրել արևելյան
հարավային ուրեմն Կովկասում 17-րդ դարի վերջից եւ 18-րդ դարի սկզբից։ Երբ որ հարավային հյուսիսային Ադրբեջանից, հյուսիսային Իրանից, Իրանի հյուսիսային հատվածից, Ադրբեջանից, այսպես կոչված, Արևելյան Հայաստան բնակություն են հաստատել իրանական թուրքալեզու 7 ցեղեր, 7 ցեղեր եւ ցեղախմբեր։ Ուրեմն Շիդլու, Ուստաժլու, Ղաջար, Օվշար, ուրեմն Կարակոյլու, Կզլբաշ, Թարաքամա։ Եվ այդ ցեղախմբերը հաստատվել են Քուրգետի ամբողջ երկայնքով, հաստատվել են ներկայիս Ղազախի շրջանում, հաստատվել են ներկայիս Եվլախի շրջանում, այսինքն Քուրգետի ամբողջ երկայնքով եւ մինչեւ հիմա նույնիսկ այս ցեղախմբերի անուններով գյուղեր են եղել, որոնք պահպանվել են։ Ահա ամբողջ պատմությունը սա է, եւ որոնց մի մասը նաեւ Ղաջար ցեղի, Ուստաժլու ցեղի առաջնորդ Փանախանին հաջողվում է 1752 թվականին դավադրությամբ տիրանալ ուրեմն Շոշ Բերդին։ Հարցը մի հարց է ուզում ուղղել այս քանի որ խոսում ենք հասարակական կազմակերպություններից, պետական մակարդակ եւ այլն։ Արմեն Գրիգորյանն ասում է, որ քաղաքասարակությունը կարող է փոխադարձ հանդիպումներ ունենա, այցելություններ ունենա։ Հնարավոր չէ այս թեմայի շուրջ այդ հանդիպումներից մեկը կազմակերպել եւ թե մեզ թույլ չեն տա։ Ես կարծում եմ, որ ուրեմն քաղաքասարակության հանդիպումը օդի ու ջրի նման անհրաժեշտ է եւ այս հարցերը պիտի բարձրացնենք։ Նկատում եմ, եթե պետությունը ինչ որտեղ զգուշավորություն է պահպանում։ Ես կարծում եմ, որ ոչ միայն անվտանգության խորհրդի քարտուղարը, այլև անվտանգբանը արտաքին գործոց նախարարը եւ հատկապես հատուկ ծառայությունների ուրեմն այդ որոշակի կառույցներ պիտի սրա մասին հոգ տանել օր առաջ լինի այս հանդիպումը։ Մասնագիտական հանդիպում մի քիչ դժվարանում են, որովհետև ես կարծում եմ, որ նրանք բոլոր հարթակներում խայտառակաբար ջախջախիչ պարտություն կկրեն։ Ոչ թե պարտություն կկրեն, այլ նրանք երեսատեղ չեն ունենա, այո, որովհետև մենք կարծում եմ, մենք փայլուն մասնագետներ ունենք, այսօր էլ ես տեսնում եմ Արևելագիտության ինստիտուտում ջահել ուրեմն դուստրեր եւ ուստրեր կան, որոնց ես դիտում եմ եւ նաեւ ունենք այլ ոլորտներում մասնագետներ, ես կարծում եմ մասնագիտական առումով դժվար կլինի, բայց քաղաքասարակության կողմից դա պետք կլինի եւ սա պիտի լինի պահանջ։ Ես սա պիտի լինի պահանջ, որպեսզի եթե գնում ենք խաղաղության եւ կայուն անվտանգության հաստատման հարավային Կովկասում, բացառել մեղմ ասած սա ֆեյք տեղեկատվություն է, մեղմ ասած պետությանը վիրավորել է եւ ավելի վատ ձևով սա տանում է դեպի ինքնիշխանությանը չհարգել եւ ինքնաշխանության հանդեպ ունենալ արհամարհական վերաբերմունք։ Սա նրանց չի հաջողվելու։ Ավելին, ես երեկվա կառավարության ղեկավարի երեկվա 1-2 նախադասությունների մեջ ես տեսնում եմ, որ ինքը նաեւ կարող է ասել, որ այսպիսի մոտեցումների դեպքում մեր բանակը եւս իր անելիքը կունենա, քանզի բոլորս գիտենք, որ մենք դեռևս շուրջ 250 քառակուսի կիլոմետր տարածք թողել ենք ադրբեջանական զորքերի մշտական վերահսկողության ներքո, որոնք տեղակայված են մեր ինքնիշխան հանրապետության տարածքում։ Արդյոք եթե Նիկոլ Փաշինյանը նման թեկուզ ենթատեքստով հայտարարությամբ հանդես գա, օրինակ պատգամավոր քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը անդրադարձել է քաղաքացիական պայմանագրի հեռանկարին եւ եկեղեցու հետ իշխանության այս առճակատմանը եւ այսպիսի մի հայտարարություն է արել, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրությունների արդյունքը մեծապես կախված է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններից։ Այսինքն եթե խաղաղության գործընթացը շարունակվի, Փաշինյանը կարող է լինել իշխանություն, եթե ոչ։ Տեսեք, շատ բան կարող են դրանք ասել, դրանք եւս ասել նրանք բոլոր տեղերում են ասում։ Դրանք ուղղորդիչ փորձում են իրենց կարծեք թե իրենք այսպես ասած խայծ են գցում, բայց ես պիտի ասեմ, որ նախ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ որևէ բան չի ձեռնարկել, եկեղեցու հանդեպ պայքար չի սկսել, պայքար չի անում։ Իրոք ռուսական գործակալ է կաթողիկոսը։ Ես պիտի ասեմ, որ ուրեմն բա ինչ եղավ էս ադրբեջանական նարատիվների դեմ եկեղեցին ինչու է լռում։
Դե եթե վերջին տարիների իրադարձությունները հետևենք, համարյա թե ինքը չի անդրադարձնում։ Այսինքն ինչ է նշանակում, պիտի ասի հիմա էլ որ պետության ղեկավարը այսպիսի հարձակումներ է գործել եկեղեցու վերնախավի դեմ եւ այլ, թող եկեղեցին աներ, 20 տարի առաջ ասեցի Նախիջևանի տարածքում 3000 մեր մշակութային հուշարձանների ոչնչացման, վանդալիզմի, բարբարոսության դեպքերի արդիվ թող ձայն բարձրացնեն։ Գործակալներ ներկայացնելու իրենց այս մոտիվացիան ինչի մասին է Գիտեք, խոսում։ Սա վերլուծություն է ես պիտի ասեմ, ես ինքս ունեմ իմ կարծիքը հայ եկեղեցու մասին, եւ իմ կարծիքս լինելու է անփոփոխ, եւ ես չեմ ուզում անդրադառնամ, դուք բոլորդ լավ գիտեք, երջանկայի շատակ Սամվել Կարապետյանի հետ մենք դե որ լավ ընկերներ ենք եղել, մեր հանրությունն էլ գիտի, միշտ որ հանդիպում էինք, ինքը միշտ ինձ ասում էր, ախր այ Գագիկ, ես զարմանում եմ, էլի ասենք, ինչ ես գնացել ուրիշ ճանապարհ, ինչու չես սա ասում, մեր եկեղեցին հայ ժողովրդի շահերը չի բարձրաձայնել այնպես, ինչպես որ հարմար է, ինչպես որ անհրաժեշտ է մեր ժողովրդին։ Շքանշան է ստանում։ Մեր եկեղեցին, ուրեմն իր այդ խաչապաշտ կեղծ դոգմայով իրեն ուրեմն որդեգրել է ավելի շատ շահագործումը ժողովրդի, հարստանալը, ներկայացնելով հավատի անվան տակ, քողի տակ շատ երևույթներ, որը արդարացման ոչ մի նշույլ չունի։ Ես դեռևս չեմ խոսում այն բարքերի մասին, որ այսօր տիրում են այնտեղ։ Շքանշան ստանալը, չգիտեմ ինչ է նշանակում, միգուցե գիտեք, դե հիմա մեր ժողովուրդը, որը ոտք է դրել, մեր ժողովրդի 100,000 մարդիկ, որոնք ոտք են դրել օտար երկրներում, բոլորս գիտենք, որ նրանք օտար երկրներին ավելի շատ են ծառայել, քան մեր պետությանը։ Իհարկե, ով չգիտի, որ ասենք Լեհաստանում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, մեր ժողովուրդը այդ պետականությանը ավելի մենք օտարին ծառայելու մեջ մրցակից չունենք։ Օտարին ծառայելու մեջ մենք մրցակից չունենք, բայց մենք նաև օտարին ծառայել ենք ավելի կեղտոտ դեպքերում, օտարին ծառայել ենք նաև ի վնաս մեր ազգի, որովհետև ինչպես ասել է Մեծ Ընթումանյանը, մենք մեր երկիրը քանդեցինք ներսից եւ դրսից։ Եթե ամփոփենք այս թեման, պետք է շատ ու շատ եկեղեցու թեման, թե որ թեմա։ Արևմտյան Ադրբեջանի թեման։ Ես գտնում եմ, որ մենք պետք է շատ զգոն լինենք, շտապ լինենք, չտրվենք այդ նարատիվներին, ախր տիկին Մարի, տեսեք, ինքս հիմա որ ես թողնեմ իմ ամբողջ գործունեությունը, դասախոսական, մշակութային, գրքերի տպագրում, եթե ես ինքս ամբողջ թողնեմ միայն զբաղվեմ դրանց հակադարձումներով, հակահարվածներով եւ այլը, ես պիտի նաև փորձեմ սա անեմ, որովհետեւ սա լուրջ ճակատ է մարտահրավերների համար, պայքարելու լուրջ ճակատ է։ Ես կարծում եմ, որ մենք պիտի սա անընդհատ պահենք թեժ, այս սա շատ լուրջ գործ է, վերջին հաշվով ադրբեջանական ցանկացած ուրեմն հարթակ եւ քաղաքասարակության եւ գիտական անընդհատ պիտի իր մրթին զգա մեր հարվածները, նկատի ունեմ գաղափարական, նկատի ունեմ գիտական, նկատի ունեմ ՀԿ սեկտորի կողմից, նկատի ունեմ աշխարհագրական, նկատի ունեմ տեղանունների եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Եվ եկեղեցու հետ կապված մենք կհետևենք, քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, ուզում եմ նաև ձեր այս տեսակետ իմանալ, որ ռուսական ցորենը հասավ Հայաստան, Երևան Սիթիում եղավ ՀՌԴ, մենք գիտենք ցորենի պատվիրատուն, ով է, իսկ ինչու է ուշանում ղազախական ցորենը։ Տեսեք, զուտը փոխադրման տեխնիկական խնդիրներ են, թե։ Ես ասեմ, որ մանգալ ռուսական հետք ես չեմ պատրաստում, չկա ռուսական հետք, դա բոլորս գիտենք, որ Ադրբեջանի ղեկավարին, բռնակալին Ամերիկայում եւ ոչ միայն Ամերիկայում, նաեւ պետքարտուղար Ռուբիոյի կողմից, Վիտկոֆի կողմից նախ պիտի ասեմ, որ նաեւ կեղծ նարատիվներ են հիմա շրջանառվում, որ իբր Միացյալ Նահանգների տարածաշրջանային
անվտանգության օգնական չէ Թրամփի Ստիվեն Ուիթկոֆը Ալիևին ասել է դուք ունեք կանոնավոր եւ լուրջ բանակ եւ ինչու պետք է գնաք բան ինչու կասեցրեցիք ձեր հաղթարշավը Ալիևն էլ պատասխանել է որ մենք աչք չունենք Հարևանի տարածքի վրա մենք ազդագրել ենք մեր տարածքը սրանք կեղծ նարատիվներ են բայց դրանք զուգահեռ նաև հայտարարում է որ իրենց բանակը պետք է համապատասխանեցվի ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին Ալիևը ես ուզում եմ սրա մասին խոսեմ քանի որ ես Ազերի Նյուզի մեր ժամանակը լի սպառվեց մեր ժամանակը մնացել է մեզ 5 րոպե Այսինքն այսքան շուտ անցավ ես պիտի ասեմ որ Ալիևը հայտարարել է որ մեր բանակը պիտի համապատասխանեցնենք ՆԱՏՕ-ի ստանդարտներին եւ նույնիսկ շատ տեղերում ավելի առաջ գնանք եւ մշտապես պետք է լինեն պատրաստի վիճակում այո պատրաստի վիճակում եւ լինելու է զորավարժությունները որը կոչվելու է agile ուրեմն spirit ուրեմն ճկուն հոգի agile spirit ճկուն ոգի պատկերացնում եք ինչ զորավարժություններ եւ ինչ ճկունություն պետք է այո եւ ինչ ճկուն agile spirit հա ճկուն կամ արագաշարժ այսպես հա ես քանի որ տեղյակ եմ ճիշտն ասած ձեզ խոստացել է որ այսօր պիտի գայի ուզում եմ մի քիչ ադրբեջանական հարթակներից շատ բան քաղել այո դրա համար երբ մենք ասում ենք մենք ունենք կայունության եւ խաղաղության հաստատման երաշխիքներ կրկին ու կրկին ասեմ անկախ նրանից մեր դիվերսիֆիկացված կամ ավելի ճիշտ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունից մենք պիտի ունենանք երկու կարևոր գործոն առաջինը մեր սրբության սրբոցն է ոչ թե եկեղեցին է, այլ մեր բանակն է իր մարտունակությամբ, իր ամենօր պատրաստվածությամբ, ռազմական հագեցությամբ, ռազմատեխնիկական հագեցությամբ եւ մեր խաթարված համազգային միասնության վերազարթոնքը, չգիտեմ, եթե դա չլինի, ես ասում եմ, մենք մարտահրավերներին չենք կարողանալու դիմակայենք, ոչ թե Վեստ Ադրբեջան, սրանք դեռևս գաղափարական, գիտական Աստված չանի, որ մենք պիտի գործ ունենանք գետնի վրա նաև այլ մոտեցումների հետ եւ քանի որ ընդդիմության հետ կապված էլ պիտի ես ասեմ, որ Երման ջուրը բերաններ առած, քանի որ այսօրվա ադրբեջանական նարատիվները ընդդիմությանը նոր լիցք ու երանգ է տալիս հարձակվելու եւ փորձում են այո այսպես ասած թեկուզ տեղականիկն թեկուզ ուզում են էջմիածինը սարքեն երկրորդ Գյումրի մոռանալով որ չի լինելու դա մոռանալով որ Գյումրիում որ էջմիածինում չկա Վարդան Ղուկասյան որովհետեւ մոռանալով որ Վաղարշապատում մարդուց խոսեցինք հիմա առողջական վիճակներ մոռանալով որ Վաղարշապատում ուրեմն Արգիշտ Մեխակյանը իր արժեհամակարգում ընդհակառակը քաղաքացիական պայմանագրի բոլոր տեխնացուները եւ падգամավորական եւ տեղական ինքնակառավարման ոլորտում եթե լինեն Արգիշտի Մեխակյաններ, ապա քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ կտանի ավելի քան 90%-ով ոչ միայն ազնապես եմ ճանաչում, ճանաչում եմ պապիկին, ճանաչում եմ իրեն, ճանաչում եմ հորը, իմ հրաշալի ընկերոջը, լուսահոգի Մեխակ Մեխակյանին, կարող եմ նաև այդ էլ ասել, որովհետև ուսանող չկա, որ հետ չզրուցեմ, բանակից չկա չզրուցեմ, իմ հայրենակից Ղարաբաղցիները, որոնք ապրում են այդ համայնքներում, բոլորի հետ զրուցում եմ, ամեն օր իմ ընկերների հետ զրուցում եմ, եւ պիտի ասեմ, որ նրա հաղթանակը մազաչափ անգամ կասկած չի արծում, որում խոշոր հաղթանակ, եւ ինչ է նշանակում այդ միավորվել են, այնտեղ ինչ միասնություն, այնտեղ ինչ միավորում կա, բայց կարծում եմ դրա մասին ժամանակ ունենանք, բացառվում է Արգիշտի Մեխակյանի հաղթանակը լինելու է անխոչնդոտ, լինելու է բացարձակ նախ դա նրանից է գալիս Արգիշտի Մեխակյանի արժեհամակարգային մոտեցումներից Արգիշտի Մեխակյանը այս 8 տարվա գործունեությամբ ապացուցել է որ ընդհակառակը
Քաղաքացիական պայմանագիրը պիտի գնա լուրջ փնտրտուքների մեջ, ինչպես թեժ են լինելու ընտրությունները, ինչ անենք, բոլոր ընտրություններն ես գտնում եմ, որ բոլոր ընտրություններն պիտի թեժ լինեն։ Ես գտնում եմ, որ բոլոր ընտրություններին պիտի լինի առնվազն լուրջ մրցակցություն 5, 6, 7, 8 խմբակցությունների կողմից, ունենալով 35 տարվա փորձ տեղական ընտրություններից սկսած, ազգային ժողովի ընտրություններից սկսած, նախագահական ընտրություններից սկսած, ես չեմ պատկերացնում, որ իհարկե լինելու է թեժ, բայց ես պիտի ասեմ, որ այն ցեղ շպրտոցին, այն ուրեմն վիրավորանքները, այն ստահոտ արտահայտությունները, վարքաբեկիչ քարոզարշավը այլ բան լինել չի կարող, բայց փորձում են այդ ճանապարհով դա չի հաջողվելու, որովհետև էջմիածնում բացարձակապես քաղաքացիական պայմանագիրը հանձինս Արգիշտի Մեխակյանին ունենալու է ուրեմն հաջողություն։ Այլ բան հաղթանակ չեմ ուզում ասել, որովհետև ես չեմ ուզում մեր երկրի ներսում հաղթանակ եւ պարտություն բառերը այն էլ տեղական ինքնակառավարման ժողովուրդը իր կամ արտահայտությամբ իր համաժողովրդական քվեն տալու է Արգիշտի Մեխակյանին ավագանու ընտրություններում վաղ շաբաթ խոշորացված համայնքի։ Հետևենք, պարոն Սաֆարյան, մի քանի օր բան է մնացել։ Եթե թույլ կտակ, ես մեկ նախադասություն պիտի ասեմ, ուրեմն այո, ես պիտի ասեմ, որ եւ ադրբեջանական նարատիվները եւ նաեւ դրանց դեմը առնելը եւ հատկապես մենք չխոսեցինք ծորենի ներկրման հետ կապված, այո, նորից որտեղ ընտրություններին են ես ընդամենը ասում եմ, այո, սա պիտի շարունակվի, սա ամերիկյան ուղղորդում է եղել, որ Ադրբեջանը պետք է հայտարարություն անի ուրեմն երկաթգիծը ապաշրջափակելու մասին եւ նաեւ Ադրբեջանի ղեկավարի շատ արտահայտություններ պիտի զսպվի միջազգային հարթակներում, ինչպես մեր գիտական մասնագիտական հանրույթը, այնպես քաղաքասարակությունը, երրակի անգամ մեր պետական իստեբլիշմենտը եւ մեր իրավասու մարմինները, ինչպես Արմեն Գրիգորյան, անվտանգության խորհուրդը, այնպես էլ արտաքին գործոս նախարարությունը եւ նաեւ կառավարությունը պիտի շատ զգոն եւ սթափ լինեն, որովհետեւ 2026 թվականի ընտրությունները լինելու է ընտրություն վաղվա օրվա, լինելու է ընտրություն խաղաղության եւ անվտանգության հաստատման, լինելու է ընտրություն ժողովրդի բարեկեցության հետ կապված, ոչ թե կեղծ խոստումների, լինելու է ընտրություն նաեւ ազգային ինքնության պահպանման եւ զարգացման, լինելու է ընտրություն նաեւ ազգային արժեքների անդավաճան նվիրման հետ կապված։ Ընդ որում ընտրությունների մասին մենք հաջորդ անգամ կխոսենք, որտեղ երեք Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ժամանակ արտարադատության նախարար Սեփույ Գալյանը հայտարարեց, որ նաև փոխելու են ընտրությունների կարգը։ Այնպես որ մենք առիթ ունենանք տեխնիկական խնդիրները այլ բան է, տեխնիկական խնդիրները այլ բան է, բայց եթե ժողովուրդը պիտի գնա, տեսեք էլի, ես վերջացնում եմ, ախր մարդիկ են խոսում, ես էսել ասեմ ու վերջացնեմ, ախր ասենք դուք մոռացել եք ասեք Էլեկտրիկ Երևանի ժամանակ մի մտավորական ձայն հանես թե չէ Արտուր Սարգսյանի հաց բերողի խափանման միջոց չփոխեք դուք այսօր խոսում եք բռնապետությունից ժողովրդավարության բռնաբարումից հաց բերողի խափանման միջոցը չփոխեցիք հաց բերողի մահը օրվա իշխանության մեղքին է վզին է դու խոսում եք այդքանից հետո գոնե դուք այսօր դու ցույց տվեք մի մարդ որը գտնում է ազատազրկման վայրում այսքան եւ ասեք որ նա քաղաքական բանտարկյալ է պատրաստ եմ այդ մարդու հետ ցանկացած հարթակում ցանկացած սեղանի շուրջը մտնելու բանավեճի մեջ ես եմ շնորհակալ Արգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, ցավում եմ մենք նոր ես տեսնում եմ, որ հեռախոսազանգեր ունենք, հաջորդ անգամ պարոն Սաֆարյան հենց հեռախոսազանգերից կսկսենք, որտեղ զանգերը բավականին շատ են։ Այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։